Հարգելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ այն խողովակի վրա, որով Փամբակ գետի մոտ անհետացած 7-ամյա և 13-ամյա երեխաները Նարեն և Նարինե Մարտիրոսյանները անցել են դեպի Օրան գնալու համար։ Ահա տեսնում եք, ոստիկանությունը դեղին ժապավենով կապել է այս ճանապարհը որպես պատահարի դժբախտ դեպքի վայր։ Մենք ուղիղ հեռարձակմամբ Վանաձորում ենք այսօր առավոտից և ներկայացրել ենք, թե ինչպես են փրկարարները զբաղված գետում երեխաներին փնտրելով և մեր տեղեկություններով, ինչպես և ոստիկանությունը հայտնեց, նախնական վարկածով երեխաները հենց այս խողովակով են փորձել անցնել գետի մյուս հատվածը։ Ի դեպ, զրուցելով այստեղի բնակիչների հետ, իմացանք, որ այս խողովակի վրայով անցնելուց առաջին դեպքը չէ, որ դժբախտ դեպք է գրանցվել, դեռևս իհարկե այս դեպքի մասին չենք կարող ասել, իհարկե Աստված տա, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվի, բայց խողովակով անցնելուց, ինչպես բնակիչները տեղեկացրեցին, այստեղ էլի են երեխաներ խեղդվել, անգամ հղի կին է խեղդվել։ Ինչու է ոստիկանությունը կարծում, որ երեխաները այս խողովակով են անցնում, որովհետև դիմացի բարձրահարկ շենքից ըստ նախնական վարկածի տեսնող է եղել, թե ինչպես կարմիր զգեստով մի աղջիկ խողովակից ջուրն է ընկել, իսկ այս հատվածում նշեմ, որ գետը բավականին վարար է և նույնիսկ մեծահասակի ընկնելու դեպքում ջուրը կարող է քշել և տանել։ Բնակիչները նաև պատմեցին, որ հարևանությամբ հսկայական կամուրջ է գտնվում, որը այդպես էլ չկառուցվեց և մնացել է կիսավարդ վիճակում, դեռևս 80-ականների վերջին 90-ականների սկզբին են նախաձեռնել կամուրջի շինարարությունը, բայց և այս խողովակը գծվել է, որպեսզի կամուրջի շինարարության վրա աշխատող բանվորները կարողանան ազատ տեղաշարժվել։ Հետագայում, երբ որ կամուրջը պատրաստ լիներ, պետք է խողովակը հանվեր այստեղից, բայց ինչպես տեսնում եք, կամուրջը այդպես անավարտ մնաց նաև խողովակը չհանեցին, որը փաստորեն մի քանի դժբախտ դեպքերի պատճառ է դարձել։ Փորձենք անվտանգ անցնել։